Պարոն Վարդևանյան, փաստորեն հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը բեկանայեց Սարգիս Պետրոսյանի որոշումը եւ Սամվել Կարապետյանին կտին կալոնավորելու որոշում կայացրեց։ Եվ նաեւ պարոն Վարդևանյան նշված էր, որ նիստը լինելու է 16:00-ին, ինչպես ստացվեց, որ ավելի շուտ հայտնի դարձավ որոշումը։ Եվ ինչն է հանդիսացել, ինչն են պատճառաբանել, որ կտին տանում են կալոն։ Ես ձեր բոլոր հարցերը լսեցի, հարգելի գործընկերներ, սիրով կպատասխանեմ հերթականությամբ, եթե թույլ տաք։ Առաջինը ցանկանում եմ հետեւյալը նշել. Սամվել Կարապետյանը, թե որպես ազգային բարերար, թե որպես Հայաստանի Հանրապետության, երևի թե ամբողջ նորագույն պատմության ընթացքում ամենամեծ բարեգործություններ արած անձը, եթե մարդկային լեզվով ձևակերպեմ, Հայաստանի Հանրապետության համար միայն լավն է արել, իսկ թե ինչ կատարվում է իր նկատմամբ վերջին 7 ամսվա ընթացքում, սա ոչ միայն վրեժխնդրություն է, սա ոչ միայն հաշվեհարդար է, սա ոչ միայն քաղաքական հետապնդման ամենանենգ դրսևորումն է, այլ ես չգիտեմ սա ինչ է։ Ինչ եմ ուզում ավելացնել այս ասածից։ Տեսեք, Սամվել Կարապետյանը իսկապես առողջական ոչ մի խնդիր չունեցող ուժեղ հայ տղամարդ, ով կալանավորման ընթացքում այնպիսի պայմաններում է գտնվել, այնպիսի խնդիրներ են ի հայտ եկել, որոնք կներեք արտահայտությանս համար, բայց բացառապես դիտավորությամբ կատարված երևույթներ են իմ պատկերացմամբ։ Առողջական բնույթի հարցերը, որոնք ի հայտ են եկել, խոսքը գնում է թոքաբորբի մասին, խոսքը գնում է նաև ներկայումս կորոնավիրուսային հիվանդության մասին, ես դա ուղիղ պատճառահետևանքային կապի մեջ եմ տեսնում, ՔԿՀ-ում գտնվելու ժամանակահատվածում պաշտոնյաների ձեռնարկած անգործության եւ գործողությունների ինչ-որ իմաստով երևույթ։ Ես հստակ ուզում եմ ասել բժշկական օգնության իսպառ բացակայության մասին։ Ես երբ ծանոթացա, որ ՊՕԱԿ-ի տնօրենը հայտարարում է, որ գանգատներ չեն եղել, դա իսկապես ապշեցնող է։ Դուք այդ ձև եք պատկերացնում Հայաստանի Հանրապետությունում պայմանները, դուք այդպես եք պատկերացնում մարդու նկատմամբ վերաբերմունքը, ես անկեղծորեն եմ ասում, սա իսկապես մարդասիրություն չէ։ Գիտեմ սա ինչ երևում։ Հիմա անդրադառնամ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմանը։ Դատավոր Սուրեն Խաչատրյան ոչ թե իդեպ հենց ուղիղ բեկանել է տնային կալանք, այստեղ մի քիչ իրավական տեխնիկի հարց։ Ինքը բեկանել է վարույթ հարուցելու մասին որոշում։ Վարույթ հարուցելու մասին որոշման բեկանման իր կողմից կայացված դատական ակտը, անկեղծ կասեմ, մենք իրավաբաններով ունենում ենք բավականին մեծ պատկերացումներ, ինչ որտեղ երևի թե ֆանտազիա ենք մեծ ունենում։ Դատավոր Սուրեն Խաչատրյանի ֆանտազիայից մենք չունենք։ Ես չեմ պատկերացնում ինչ է նշանակում այն, ինչը ինքը կայացրել է։ Հիմա նայեք, տեսեք, Սուրեն Խաչատրյանը գտնում է օրինակ, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ երբ կիրառվել էր տնային կալանքի հետ միաժամանակ լրացուցիչ սահմանափակում կոչերով հանդես գալու վերաբերյալ, օրինակ Սուրեն Խաչատրյանը հավանաբար երևի իսկապես շատ հետևում է Սամվել Կարապետյանի կոչերին, գտել է, որ դա եղել է ոչ իրավաչափ։ Այո, գտնում է, որ նման սահմանափակում կոչեր կատարելու վերաբերյալ պետք է չլիներ։ Ես ինչ որտեղ իսկապես դրական եմ վերաբերվում, որ Սուրեն Խաչատրյանը դատավոր գտնում էր, որ Սամվել Կարապետյանի կոչերը չէր կարելի սահմանափակել։ Իդեպ ճիշտ է ասում։ Բայց մյուս կողմից կներեք, հարգելի գործընկերներ, բոլոր հարցերին ձեր կպատասխանեմ։ Խնդրեմ, խնդրում եմ Նաիրա ջան, ինձ չընդհատեք։ Այս պարագայում Նաիրա ջան, խնդրում եմ ինձ չընդհատեք։ Ես այս իրավիճակում, եթե իսկապես ձեզ թվում է, որ նման տեխնիկական բնույթի հարցերն են ավելի առաջնայինը, ես ցավում եմ ուղղակի նաև ձեր համար, որովհետև եթե Սամվել Կարապետյանի նկատմամբ կայացրած դատական ակտի պայմաններում դուք պատկերացնում եք, որ առաջնայինը պետք է լինի թե դատավոր Սուրեն Խաչատրյանի ֆանտազիան կամ իրավական իրավունքի գերակայությունից կիլոմետրերով հեռու լինելը ինչով է արտահայտվում, արտահայտվում է քաղաքական հետապնդումով, արտահայտվում է մարդասիրության իսպառ բացակայությամբ։ Սուրեն Խաչատրյանը գիտակցում է, որ Սամվել Կարապետյանի մոտ բացառապես իրավասու պաշտոնյաների դրսևորած վարքագծի արդյունքում ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, ես արդեն ունեմ հստակ վարկած, թե ինչով է պայմանավորված, որ Սամվել Կարապետյանի մոտ ներկայումս առողջական խնդիրներ են ի հայտ եկել։ Վարկածը նրանում է, որ այստեղ եղել է դիտավորություն դրա նկատմամբ։ Այսինքն իսկապես իրավասու պաշտոնյաները գիտակցել են, որ օրինակ իր մոտ առկա է թոքաբորբ երկկողմանի ֆիբրոզով
բայց միաժամանակ դիմել են անգործության։ Իսկ ինչի համար։ Այսինքն Հայաստանի Հանրապետության համար բացառապես լավը արած մարդուն նման առողջական վիճակի հասցնել, բայց վստահ եղեք մի բանում, այս առողջական խնդիրներն են անցողիկ, սրանք բոլորը հաղթահարվելու են, բայց ի վերջո պատասխանատվությունը անխուսափելի է լինել։ Ես անկեղծորեն, գիտեք, այս իրավական տեսանկյունից ես չեմ ուզում հենց այդ բառը օգտագործել, բայց մի բանը կա, որ եթե այլ մարդ լիներ Սամվել Կարապետյանի փոխարեն, ես սա մեծագույն ցավով եմ ասում։ Ես սա նույնիսկ մեծ վախով եմ ասում։ Իսկ այդ ինչ պայմաններ եք դուք ապահովում։ Լավ, այս ինչ չարությամբ եք դուք լծված։ Լավ, հիմա դատավոր Սուրեն Խաչատրյանի շարժառիթը որն է։ Այսինքն այդ ինչն էր խնդիրը, որ վարույթ հարուցելու մասին որոշումը բեկանվում է։ Վերադառնալով Նաիրայի կողմից հնչեցված հարցին, ասում է լավ, ինչով է պայմանավորված, որ բեկանել է։ Օրինակ, գիտեք ինչն է նշել։ Օրինակ նշում է, որ դատարանը Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ գտել էր, որ արկա է օրինակ նոր հանգամանք բժշկական բնույթի հարցերի վերաբերյալ, որ պատկերացնեք Սամվել Կարապետյանը եւ Հայաստանի Հանրապետության միակ կալանավորված անձն է, որը 6.5 ամիս, ուղիղ եմ ասում, 6.5 ամիս երբևէ բժշկական հաստատություն չի տեղափոխվել, արյան համալիր օրինակ անալիզ չի անցնել, որտեղ այդ հնարավորությունը չի ունեցել։ Էլ չասեմ, որ իհարկե թոքաբոր վախտորոշելու համար անձի գանգատը նշանակություն չունի։ Դրա համար ուղղակի պետք է համակարգչային շերտագրությամբ հետազոտություն իրականացնել, նույնն է ԿՏ MRT հետազոտություն։ Բայց պատկերացրեք ինչ է ասում դատավոր Սուրեն Խաչատրյանը։ Ասում է, որ ելակետ է Սարգիս Պետրոսյանը, այլ չուներ։ Այսինքն մի կողմից ուներ օրինակ բժշկի կողմից կարծիք եւ մյուս կողմից ուներ ՊՕԱԿ-ի կողմից հիվանդանոց չտանելու թուղթը։ Այսինքն էլ ինչ ելակետ պետք է լիներ։ Այսինքն ի վերջո այդ իրավիճակում, երբ օրինակ պետության իրավասու պաշտոնյաները որևէ միջոց չեն ձեռնարկում, հենց այս հակակոռուպցիոն դատարանը, հենց այս հակակոռուպցիոն դատարանի վերաքննիչացիանը, իդեպ հենց նաև Սուրեն Խաչատրյանը, որի վերաբերյալ դատական ակտ ունեմ, եւ Վճռաբեկ դատարանը նման բոլոր դեպքերում, երբ պետության կողմից կա անգործություն, այն էլ անգործությունը ոչ նման է այս դեպքի։ Այսինքն օրինակ մի քանի անգամ տարել են բժշկական հաստատություն, հետո նորից չեն տարել։ Դա գտել է որպես հիմք տնային կալանք կիրառելու կամ ավելի նվազ խափանման միջոց կիրառելու։ Բայց ունենք այն իրավիճակը, որը ունենք։ Ոչ միայն, նաև ջանասիրության իսպառ բացակայությունը քննիչի կողմից։ Օրինակ Սուրեն Խաչատրյանը գտնում է, որ ջանասիրության իսպառ բացակայության վերաբերյալ մեր կողմից ներկայացված հիմնավորումները ամբողջական չեն, որովհետև քննիչի կարծիքը այդտեղ չի երևում։ Այ որ օրինակ Սուրեն Խաչատրյանը դատավոր մանրամասն նայել գործի նյութերը, կտեսներ, որ երբ մենք քննիչին միջնորդում էինք, ասում էինք գործողություններ արա, մենք նաև քննիչից ստանում էինք իր դիրքորոշումը։ Այն է, որ մենք օրինակ անհիմն միջնորդություն ենք անում, եւ դա մերժում էր, ու այդ որոշումները կան գործի նյութերում։ Բայց երևի Սուրեն Խաչատրյանը այնքան էր շտապում։ Իդեպ իսկապես Սուրեն Խաչատրյանը աննախադեպ է շտապում։ Սուրեն Խաչատրյանը 4 օրում ոչ վարույթ հարուցելու մասին որոշում։ Տեղեկությունը, որ այս Հարգելի գործընկերներ, ես դրա համար ի սկզբանե ասեցի, որ այստեղ իրականում շատ լավ, բայց դուք կարևոր հարց եք տալիս։ Հիմա երկուսին պատասխանեմ։ Վարույթ հարուցելը ինքնին հանդիսանում է առաջնային փուլը, մինչև վերջնական որոշում կայացնել։ Սուրեն Խաչատրյանը չի ասել, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք չպետք է կիրառվի։ Սուրեն Խաչատրյանը ասել է, որ այդ հարցի վերաբերյալ վարույթ հարուցելը ինչ որ իմաստով ավելի վաղ էր, պետք էր ավելի ուշ հարուցել, սենց մի տեխնիկական ֆանտազիայի տիրույթում գտնվող պատճառաբանություն, բայց չի ասել, որ տնային կալանքը պետք է բեկանվի եւ պետք է օրինակ կալանք կիրառված լինի։ Վարույթ հարուցելու մասին որոշումը վարույթ հարուցելու եկեք հետեւյալը ասեմ, դա հիշված չի կարող ենթադրել, պատճառաբանեմ ինչու։ Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է մեկ կարգավորում։ Անձի կողմից, եթե արկա է ինտենսիվ խափանման միջոց, կալանք կամ տնային կալանք, դրա լրանալուց 5 օր շուտ պետք է դրա երկարաձգման վերաբերյալ միջնորդություն ներկայացնել։ Սամվել Կարապետյանի դեպքում, ըստ քննչական մարմնի, այն լրացել էր հունվարի 13-ին, վերջնաժամկետը, եւ քննիչի կողմից ներկայացվել է միջնորդություն տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, որը եւ դիտարկվել է դատարանի կողմից, վարույթ է հարուցվել եւ 16:00-ին դատական նիստ է նշանակվել։ Կռահելով հաջորդող հարցադրումները, քրեական դատավարության օրենսգիրքը որևէ կառուցակարգ խափանման միջոցների փոփոխության, երբ արդեն հստակ ժամկետը առկա է, այսինքն այդ 5 օր վաղ ներկայացնելու սահմանափակումը չի նախատեսում։ Հետևաբար, արդյոք դատախազությունը եւ քննչականը ամեն կերպ քաղաքական հետապնդման շրջանակներում երևի թե նույնիսկ
երազում են տեսնել Սամվել Կարապետյանին կալանավորված, բայց իրենք ունեն մեծագույն խոչընդոտ։ Դա քրեական դատավարության օրենսգիրքն է։ Կամ Հայաստանի Հանրապետությունում թող կան արձանագրեն, որ քրեական դատավարության օրենսգիրքը դրվում է մի կողմ, կամ պարզապես պետք է ստիպված լինեն կրկին դիտարկել տնային կալանքի երկարաձգման միջնորդությունը, որի վերաբերյալ մենք ունենք առարկություն։ Բայց հրապարակումները, պարոն Վարդանյան, որ ԱԾ մեկուսարանը տեղափոխելու չեն համապատասխանում իրականությանը։ Նաև բժշկական կենտրոնում է գրված դեպքում հաստատել։ Խնդրեմ հետևյալ կերպ նայենք։ Մենք հայտարարել ենք, չէ, որ առողջական որոշ հանգամանքներ են ի հայտ եկել։ Դա ինչ է իրենից ենթադրում։ Դա նշանակում է, որ պետք է անձը ստանա բժշկական օգնություն։ Բժշկական գաղտնիքից ելնելով եկեք ես այդ մանրամասները չբացահայտեմ, բայց այն, որ Սամվել Կարապետյանը բժշկական օգնության իրավունքի տիրույթում է, դա փաստ է, դրան ավելացնելու բան չունի։ Մի բարձ հարցեր իսկ ուզում եմ պատասխանել, որպեսզի մեր հեռուստադիտողները հասկանան։ Վերաքննիչի որոշումը ինչի մասին է։ Ռուբեն Հակոբյանը մեզ ասել է, որ դա նշանակում է տնային կալանքը վերացումը եւ կալանքի որոշումը կալանավորման հարց։ Վարույթ հարուցելու մասին որոշումը բեկանվել է վերաքննիչ քրեական դատարանի կողմից հակակոռուպցիոն ուղղվածությամբ։ Արդյոք դրա հետևանքը ի վերջո դա է։ Այո, բայց արդյոք դատարանը հենց ուղիղ գնահատականը տվել է տնային կալանք թե կալանք, ասում եմ, որ ոչ։ Կարող էր արդյոք այդպես անել, կարող էր, այդպես չի արել։ Հիմա մնացած հարցերը ուղղեք Սուրեն Խաչատրյանին օրինակ։ Ամեն դեպքում պարոն Կարապետյանը տեղափոխվել է մեկուսարան եւ բժշկական հարցեր։ Ըստ այս որոշման 48 ժամվա համար, եթե անձը չունենար բժշկական օգնության եւ սպասարկման անհետաձգելի իրավունքի իրացման հարցեր, այո, այդ հարցը կարող է դիտարկվել։ Այսինքն պետք է 48 ժամվա ընթացքում Որովհետև հունվարի 18-ին լրանում է անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակման հարցը, բայց ինչի եմ ասում կարող է, որովհետև օրինակ այսօր դատավոր Դոլմազյանը քննության առարկա պետք է դարձնի տնային կալանքի երկարաձգման հարցը, տնային կալանքի, եւ եթե օրինակ տնային կալանքի այս որոշումը մի մասով այո կարող է ազդել, որովհետև Սամվել Կարապետյանի նկատմամբ կոչեր կամ հրապարակային հայտարարություններով հանդես գալու սահմանափակում չի կարող կիրառվել։ Եթե Դոլմազյանի 3 ամսով ենթադրենք տնային կալանքը երկարաձգի, որոշ Մենք միջդատական վարույթում ենք գտնվում, չի կարող ուղղակի, որովհետև տեսեք, դատարան ներկայացում է միջնորդություն։ Գործընկերներ, եկեք այս մասը միասին բացահայտենք։ Օրենսգիրքը նախատեսում է, որ ժամկետը կալանքի կամ տնային կալանքի լրանալուց 5 օր շուտ պետք է ներկայացվի միջնորդություն երկարաձգման, եթե նման անհրաժեշտություն կա, եթե չկա չի ներկայացվում։ Բայց այդ 5 օր շուտից ուշ չեն կարող ներկայացնել։ Եթե այդ ժամկետի պայմանը խախտվում է, չի կարող նման միջնորդություն ներկայացվել։ Քննիչների կողմից ներկայացվել է տնային կալանքը երկարաձգելու միջնորդություն։ Իդեպ որի մեջ նաև բոլոր պատճառաբանությունները, հիմնավորումները, թե իրենց պատկերացման միջի տնային կալանքը պետք է պահպանվի, ներկայացված են։ Հիմա դա կլիներ Սուրեն Խաչատրյանի որոշումը ամսի 16-ին, կլիներ ամսի 18-ին, թե 19-ին, եթե ամսի 13-ին ուղիղ չէր կայացվում, իրավական նշանակություն չի կարող ունենալ։ Մերի ջան, ես կարող եմ հստակ ասել, ես հստակ կարող եմ ասել, որ առնվազն այս ամբողջ ընթացքում այն ժամանակահատվածում այս կարծ, որ նույնիսկ Սամվել Կարապետյանին թույլ չտվեցին այցելել իր հոր գերեզմանին, ցույց է տալիս, որ այստեղ չի կարող լինել որևէ պայմանավորվածություն։ Ավելին, Սամվել Կարապետյանի վարքագծից, ընդհանուր իր կենսագրական տվյալներից դուք կարող եք պատկերացումը արդեն կազմել, թե մենք ինչ տեսակ մարդու մասին ենք խոսում։ Չի կարող նման բան լինել, եւ ավելին, մենք խոսում ենք մի աբսուրդային իրականության մասին, մի իրավական, կներեք, ամենաթողության, բեսպրեդելի մասին, որը տեղի է ունենում Սամվել Կարապետյանի գործով, որը տեղի է ունենում հունիսի 17-ին, եւ Facebook-յան արդարադատությունով է որոշվում։